Բարև ձեզ հարգելի ժողովուրդ, այսօր հունիսի 7-ն է, համապետական ընտրությունների օրը պարլամենտի, այսօր ժամը 1 կարճ ուղիղ եթերներով հանդես եմ գալու, լրահոսի հիմնական նյութերը, իմ տպավորություններն ու կարծիքը, առանց որևէ մեկ քաղաքական ուժի մասին քարոզ տանելու, առանց ձեզ ինչ-որ բան ուղղորդելու, միայն խնդրելու եմ, որ մասնակցեք ընտրություններին, որպեսզի մասնակցայնությունը լինի բարձր։ Եվ արդեն իսկ քիչ առաջ եմ ես քվեարկել Վեդի համայնքում, Վեդի քաղաքում եւ զարմանալիորեն հիացած եմ, ուրախացած եմ, որ գոնե այս ժամի դրությամբ, ժամը 12-ի կողմերն է, հերթի տակ ընտրատեղամասը աշխատում էր։ Ես էլի եմ Վեդիում ընտրությունների մասնակցել, բայց այս տեսակ մասնակցայնություն չեմ նկատել։ Ամենայն դեպս միգուցե սա ընդամենը ժամի հետ կապված զուգադիպություն է, բայց ժողովուրդ ջան, ինձ համար խիստ ցանկալի մեծ մասնակցայնություն կար։ Ժողովուրդը ահագին շահագրգռված եւ ահագին ոգևորված է։ Այդ իսկ պատճառով էլի եմ խնդրում գնացեք մասնակցեք ընտրությունների եւ ձեր քաղաքացիական դիրքորոշում առաջին 5 տարիների համար հայտնեք խնդրում եմ։ Սա մեկ։ Երկրորդը, արդեն արձանագրվել է քարոզչական սահմանափակումների խախտում, դուք գիտեք, որ ընտրատեղամասում չի կարելի, կուսակցության օրենքով արգելված է, կուսակցության լոգոյով կամ քարոզչական նյութերով կամ քարոզչական սիմվոլներով հանդես գալը, օրինակ չի կարելի այնպիսի շոր հագնել, որի վրա կա քարոզչական դետալ ատրիբուտ, դա օրենքով արգելված է։ Նիկոլ Փաշինյանը այսօր ընտրատեղամաս է մտել, այն օրանժևի բանը քարտեզը դոշին կպցրած, ինչը արդեն իսկ խախտում է, բայց արել է մարդը, այսինքն Հայաստանում բարձրագույն մակարդակով տենց խախտումներ տեղի են ունենում, բայց սա միակ ասելիք, դե գիտեք արդեն ադրբեջանցիների, ամենայն դեպս անուն ազգանունով, ադրբեջանցիների անուններ կան մարդկանց բնակարանների վրա գրանցված, բայց սա կարծում եմ առանձնակի մեծ բան չի տա, ամենայն դեպս լրահոսում սրա մասին կար, Եվ միգուցե սա նույնիսկ ինչ-որ անշառ բան է, դրա վրա պետք չի տենց շատ խորանալ, բայց ինչի վրա պետք է շատ խորանալ, որ մամուլում չկա։ Ուրեմն տեսեք, ընտրություններին մասնակցելուն մի հատ հոյակապ լազեյկա են թողել իշխանությունները ընտրակեղծիքներ անելու համար։ Այդ լազեյկան որն է։ Դու գնում ես, ընդ քեզ տալիս են 18 հատ թուղթ, այդ 18 թղթից մեկը դնում ես ծրարի մեջ ու գցում ես քվեատուփի մեջ։ Այն մնացած թղթերը հենց այնպես թափում ես ընդ գալիս ես։ Այն մնացած թղթերի կոնտրոլ չի անցնում։ Այսինքն, եթե ընդունենք, որ ինչ-որ մեկը ուզում է մարդկանց վերահսկի, օրինակ, ինչպես կոմունալ բաժինը, ուզում է վերահսկի իր աշխատողներին, ասում է ուրեմն կգնաս, կքվեարկես, ում ուզում ես քվեարկի կամ հենց իրանց ուզած ուժին քվեարկի, այն մյուս ուժին, ինչ-որ հատուկ ընտրված ուժ, որը ենթադրենք հիմնական մրցակից է, այդ ընտրակեղծիքը կազմակերպողի։ Դրա քվեաթերթիկը հանդուրս, որ ես համոզվեմ, որ դու ընտրել ես, որ դու դրան չես ընտրել։ Հասկացաք, դիցու կա X ուժ, որին չեն ուզում, որ այդ X ուժը շատ ձայն հավաքի։ Ինչ են անում, ասում են գնա ում ուզում ես ընտրի, կամ ենթադրեք գոյություն ունի X, Y, Z ուժ, որին եռագլուխ ինչ-որ մաթեմատիկական ուժ են անվանում, եւ ասում են X-ի, Y-ի, Z-ի թղթիկները, թերթերը, հետը դուս կհանես։ Լրիվ հնարավոր է, ոչ ոք չի դա ստուգում, ոչ ոք չի վերահսկում։ Ձայները հաշվելուց չեն հաշվելու, թե այդ թափած քվեաթերթիկները արդյոք լրիվ տեղում են, թե մարդիկ ձեռի հետ հետները դուս են հանել։ Այսինքն ադմինիստրատիվ ռեսուրսով սա լիովին կարա մենակ փող չեն տա,
Մենակ սպառնա որ գործից կհանենք, եթե X, Y, Z ուժերի քվեաթերթիկը դուրս չհանենք։ Պատկերացրեցիք, չէ՞։ Հիմա եթե դուք արդեն մասնակցել եք կամ մասնակցելու եք, գնացեք տեսեք։ Մի քվեաթերթիկ վերցնում եք, գցում եք քվեատուփի մեջ, ծրարի մեջ։ Այն մնացածը կարակ դնեք գրպանները դուրս գաք։ Այսինքն հանգիստ մեկը կարա դրսից կառավարի այս ամբողջ process-ը։ Եվ սա կարծում եմ մտածված, գիտակցված, բաց թողում է, լազեիկա է, խոշոր ընտրակերտիկներ անելու համար, համատարած ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու համար։ Կարելի է նաև փողով կաշառել մարդկանց, ասեն գնա ում ուզում ես ընտրի, փողը տան։ Բայց SSS ուժերի թերթիկները կհանես, որ տենանք հաստատ նրան չես ընտրել։ Դա էլ է հնարավոր։ Բայց ցավոք սրտի ադմինիստրատիվ ռեսուրսի տակ փաստացի մի քանի 100,000 մարդ են, զինվորականությունից սկսած բյուջետային աշխատողներով վերջացրած, որոնք աշխատանքից ազատվելու կամ ինչ-որ հնարավոր սպառնալիքների ենթարկվելու ավելի բարձր շանսեր ունեն, քան թե այն մարդկանց, ում որը տենց կազմակերպված պտի բան անեն։ Նամանավանդ, որ ովքեր կազմակերպված ընտրակաշարք են բաժանում, այդ 10 ովշիկների ինստիտուտով, նրանք իրավապահների խիստ վերահսկողության տակ են, բայց մինչև այսօր դատարանի առաջ, թեկուզ նախնական քննության առաջ, ոչ ոք չի կանգնե ադմինիստրատիվ ռեսուրսը չարաշահելու համար, ոչ ոք։ Չկա մի օրինակ, որ ասես ահա այս ինչին ադմինիստրատիվ ռեսուրսը չարաշահելու համար բան են արել, իրավապական հետապնդման են ենթարկվել։ Թեև հրապարակումները կային, այդ թվում մասնակից տեխնացուների կողմից, այս ընտրապայքարի մասնակից տեխնացուների կողմից հրապարակումներ կային։ Մի խոսքով ժողովուրդ ջան, այսօր նույնիսկ հստակ տեսանելի է, որ բարարդ հող է ստեղծված ընտրակերտիկների համար։ Եթերեմ դուրս գալու ժամը 1, շատ գլուխները չտանեմ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք 13:00, ցտեսություն։